Ես սիրում եմ, ես ապրում, ես ափսոսում եմ, ես հպարտանում եմ, ես կարող եմ, ես արտասվում եմ, ես չեմ լինի։ Ես կուզեի դառնալ ես։ Ինքս փորձել եմ ու գիտեմ, որ դա շատ հեշտ չէ, բայց նաև դժվար չէ միանգամից ասել ես ով եմ։ Եվ այսօր առնվազն 25 անգամ պետք է նախադասությունը շարունակել եսով։ Սկսենք։ Ես շատ դժվար է իրական։ Ես Անդրանիկն եմ Գրիգորյան, հպարտ անունով, ազգանունով, ազգությամբ ու լեզվով։ Իսկ դա կապ ունի սովորաբար Անդրանիկ, պապներ Անդրանիկ։ Չէ։ Ուղղակի ես Անդրանիկն եմ, ոչ ոք չկա իմ նախնիների մեջ Անդրանիկ անվամ։ Այժմ բոլոր եսերը նույն կերպ պետք է շարունակել։ Ես սիրում եմ։ Ես սիրում եմ գրել հայերեն, խոսել հայերեն, սիրում եմ շփվել, սիրում եմ տեսնել, ծանոթանալ, սիրում եմ սովորել։ Ես կարծում եմ այս ընդգրկուն եսերից հետո ավելի երկար կլինի ես չեմ սիրում։ Շատ ավելի դժվար է չեմ սիրում ասելը, որովհետև սիրելը գոնե գիտես ինչ ես սիրում։ Այո։ Բայց չեմ սիրում խաբել, ընդհանրապես ստել չեմ սիրում, խաբել ստել բավական տարբեր են։ Այո։ Չեմ սիրում ստել, չեմ սիրում երբ փորձում են քեզ օգտագործել։ Այս բանը երևի թե այդքանը չեմ սիրում ին։ Չեմ սիրում երբ որ լատինատար կամ կիրիլիցայով, բայց հայերեն բառեր են գրում։ Ոչ թե չեմ սիրում, այլ զզվում եմ։ Ես հիանում եմ, շարունակեք։ Ես հիանում եմ գարունով, հիանում եմ ամառով, հիանում եմ կանանցով, հիանում եմ ամեն գեղեցիկով, ինչն հաճելի է իմ աչքին։ Հիանում եմ շատ լավ երաժշտությունով, հիանում եմ լավն էլ հարաբերական է բնականաբար իմ ականջին հաճելի երաժշտությունով։ Հիանում եմ գրագետ խոսքով, հիանում եմ գեղեցիկ գրքով, հիանում եմ ցանկացած գեղեցիկով։ Հիանում եմ երեխաներով, որովհետև շատ ժամանակ երեխաներից դու կարող ես տեսնես այն կարգի, հատկապես փոքր երեխաներից։ Ոչ միայն սեփական, չէ՞։ Իհարկե ոչ միայն սեփական, այդ թվում սեփական։ Դու այն կարգի բաներ կարող ես տեսնես, որ երբեք չէիր սպասի երեխան կարող է նման բան ասել կամ նման բան աներ։ Իսկ հիանալու շատ բան կա։ Ես ատում եմ։ Շատ ատում եմ հենց խաբելը։ Սուտ խոսելը շատ ատում եմ։ Ու գիտեք շատ հեշտ է սուտ խոսել, երբ որ դու սուտ ես խոսում մեկի մոտ, բայց երբ որ կամ մեկ անգամ, բայց երբ որ դու պարբերաբար փորձում ես ստել, արդեն դու խճճում ես, ու հետո փորձում ես արդարանալ։ Այդ դա ատում եմ, որտեղ այդ արդարացման ժամանակ քո իրական դեմքը դու իսկականից ցույց ես տալիս։ Ես վախենում եմ։ Շատ բարդ ու նաև բացահայտող հարց է, ես վախենում եմ։ Ես վախենում եմ ընտանիքիս մենակ թողելուց շատ ժամանակ։ Ու ես խոսում եմ մեծ ընտանիքի մասին, ոչ միայն նեղ փոքր։ Դրանից շատ եմ վախենում։ Ու ինձ թվում է դա նաև բնորոշ է իմ տարիքի մարդկանց, տարիքի հետ դու սկսում ես նաև նման վախեր ունենալ։ Երբ որ փոքր ժամանակ գիտակցում ես, որ ինչ-որ մի պահ կարող է գա ծնողներ չլինեն, դրանից ես վախենում, հետո հասկանում ես դա կյանքի սովորական զարգացման փուլերից է, ընթացք է, բայց հետո երևի տարիքի հետ արդեն հասկանում ես, որ դու վախենում ես ընտանիքիդ մենակ թողնելուց։ Ես դրանից վախենում եմ, շատ եմ վախենում։ Ես ուզում եմ։ Ես ուզում եմ հասկացված լինել կամ չհասկացված չլինել։ Երևի թե նույնն է։ Պարտադիր չի միշտ բոլորն հասկանան դու ինչ ես ասում, ինչի համար ես ասում կամ ինչ ես ուզում առած լինել, լինի դա ընտանիքում, ընկերական շրջապատում, թե աշխատավայրում, բայց առնվազն ուզում եմ հասկացված լինել եւ հիշվել։ Որտեւ քան հիշվում ես դու այդքան կաս։ Ես թվում է ցանկացած մարդ կցանկանա հիշվել, բնականաբար լավ իմաստով հիշվել տարբեր
պատճառներով կարող են քեզ հիշել երկար ժամանակ, այդ ինչ-որ հետ կթողել։ Մոտավորապես մոտեցեք մյուս հարցին, ես չեմ ուզում Այդ ավելի բարդ հարց է։ Ես չեմ ուզում։ Չեմ ուզում մոռացվել։ Այո։ Երևի չեմ ուզում անիմաստ ժամանակ վատնել։ Չեմ ուզում ժամանակը ուղղակի սպառել, սպառած լինելու համար։ Որտեղ ամեն օր հետաքրքիր է ու շատ կարևոր է, ու սովորաբար հենց ժամանակը չի բավարարում։ Այն ժամանակ չեմ ուզում անիմաստ ծախսել։ Ես ափսոսում եմ։ Իրականում տարիքի հետ երևի շատ ավելի շատ կսկսենք ափսոսել այն ժամանակի համար, որ մենք չենք կարողացել անցկացնել մեզ համար շատ ավելի հաճելի մարդկանց հետ, հաճելի միջավայրում զբաղվել մեզ համար շատ ավելի հաճելի գործով, չնայած ես սիրում եմ իմ աշխատանքը ու հաճույքով զբաղվում եմ իմ աշխատանքով, բայց իրականում դա երևի թե ամենամեծ ափսոսանքն է, որ կարելի է ունենալ, որտեղ ամենաթանկ ինչ որ կա, դա ժամանակն է, որը որևէ կերպ չես կարող վերարտադրես։ Ես կարող եմ։ Ես կարող եմ շատ լավ steak պատրաստել։ Ես կարող եմ Էլ ինչ կարող։ Դե եթե steak ուրեմն ինչ որ ես հաճույքով կարող եմ, հանդիսությունների հաճույքով հաճելի միջավայրում բնականաբար, ոչ թե պարտավորված կազմակերպիչ։ Այդ թվում կարող եմ կազմակերպել բնականաբար, բայց եթե ես կազմակերպեմ, բնականաբար հաճելի հանդիսությունների մասին է խոսքը։ Կան հանդիսություններ, որտեղ դու մասնակցում ես ստիպված։ Այդ ֆորմալ դրանք մի կողմ, այո, կարող եմ կազմակերպել, կարող եմ մասնակցել հաճույքով, կարող եմ պատրաստել։ Այո, կարող եմ պատրաստել։ Ես կարող եմ շատ արագ վազել, եթե հստակ կոնկրետ պատասխանների մասին է խոսքը։ Կարող եմ սպորտային շատ բաներ կարող եմ անել, կարող եմ լեզուներ սովորել հանգիստ, ինձ մոտ դա ստացվում է։ Չնայած շատ լեզուներ չեմ խոսում, բայց ամենայն դեպս ստացվում է ինձ մոտ։ Բայց ինձ թվում է հնգյակին հասնում եք։ Հիմա ավելի մոտ 4, քան 5։ Էլ ինչ կարող եմ։ Չգիտեմ, կարող եմ։ Կարող եք։ Ես ընդհանրապես կարող մարդ եմ։ Կարող եմ։ Իսկ ես չեմ կարող։ Իսկ ես չեմ կարող։ Օրինակ արթուկ անել։ Հա, դա չեմ կարա։ Այդ չի ստացվում։ Չէ, բայց դա բնավորություն է, ուղղակի ունակություն չէ, էլի։ Ես գիտեմ, որ Չէ, ես չեմ համբերի։ Ես չեմ կարող ձկնորսությամբ զբաղվել, որտեղ ուղղակի չեմ համբերի, ես ձկնորսությամբ զբաղվելուց։ Այ համբերություն չունեմ։ Այդ մի քիչ իմ խնդիրներից է։ Չեմ կարողանում երբեմն լռել, որտեղ պետք է լռել, այլ արտահայտվում եմ։ Արդյոք բնականաբար չեմ կարող անել այդքանից հետո։ Ու շատ բաներ կա, որ չեմ կարող անել։ Շատ ամբողջական էր։ Հա, ձկնորսությունն ու արտուկը արդեն բավարար է, չէ՞, չունեմ այդքան համբերություն։ Ես հպարտանում եմ։ Հպարտեմ եւ հպարտանում եմ եւ միշտ հպարտացել եմ իմ լեզվով, ազգությամբ, անունով, ազգանունով։ Ինձ թվում է դա բավարար է։ Բավական հպարտ եմ։ Հպարտ եմ բնականաբար իմ ընտանիքով, իմ երեխաներով, իմ ծնողներով։ Դա Converse Bank-ով հպարտ չեք։ Հպարտ եմ նաև Converse Bank-ով, այո։ Հպարտ եմ Converse Bank-ով։ Մենք Converse Bank-ում ունենք շատ լավ թիմ։ Ու հպարտ եմ նրանով, որ մենք բավական բարձրագույն ամբիցիոզ նպատակներ ենք դրել մեր առջև ու Հա, այդ ինչ է, մատը դուր սեղմում ես, ինչ որ մի բան է դուրս գալիս, չգիտեմ, ինչ որ մի փաթեթ հեռախոսի նկատի։ Այո, նկատի ունեմ հեռախոսին։ Չէ, մենք շատ բավական մեծ ծրագրեր ունենք իրականում ու հպարտանում եմ նրանով, որ մենք ունենք այդ տեսլականը։ Նաև հպարտ եմ նրանով, որ կիսում ենք տեսլականն ու փորձում ենք դրան հասնել։ Որքանով է դա ստացվում, չեմ կարող ասել, այդ հասարակությունը մեր հաճախորդները ավելի շուտ կկարողանան գնահատել, համենայն դեպս այնքանով, ինչքանով մենք ենք փորձում գնահատել, ինչ որ չափով մեզ մոտ դա ստացվում է։ Ես կուզեի դառնալ
Թիշեք այ։ Դերասան։ Չէ։ Հա։ Ապա ինչից ելնելով։ Չգիտեմ, ինձ թվում է դա կստացվեր։ Այսինքն դենց հարևանը դերասան չէ կամ առաջի հարկի կամ չէ, մենք չենք ունեցել, մենք ոչ ոքի չենք ունեցել թե բարեկամ, թե ընտանիքում, որովհետև չենք ունեցել դերասան, չգիտեմ ինչու, բայց ինձ թվում է դա կստացվեր, բայց արդեն իսկ կարող եք ներողություն նախընտրելի դրամատուրգների մի քանի անուններ Չէ, ես ունեմ դերասաններ ավելի շատ նախընտրելի, սիրելի, բայց ավելի շատ չէ, չեմ կարող ասել, որովհետև այս ոճի կամ այն ոճի, բայց գուցե կատակերգություն ավելի շատ ինձ դուր կգար, ավելի շուտ ես կկարողանայի, որովհետև ճիշտ է լինել բանկում, աշխատել բանկում այդ մի երևույթ է, բայց իրականում կյանքում դու կարաս ամբողջությամբ այլ մարդ լինես, քո ներսում դու այլ տեսակի մարդ լինես։ Համենայնդեպս ես ներսում մի քիչ այլ տիպի մարդ եմ։ Ես կուզեի ճաշել եւ պետք է անուններ թվարկել, նույնիսկ անցյալ դարերից, չգիտեմ, Հուլիոս Կեսարից սկսած, ում որ ընդհանրապես մտածում եք, ում հետ ճաշել։ Այ, չգիտեմ։ Չերչիլի հետ։ Այո։ Հա, Չերչիլի հետ կուզեի ճաշել։ Իսկ կարող է նաև նշեք, որ ժամանակվա Չերչիլի են առաջի, երկրորդ համաշխարհայինների թե ավելի պատերազմից հետո։ Պատերազմից հետո, երկրորդ համաշխարհայինից հետո Չերչիլի հետ ճաշել, հասկանալու իրականում շատ որոշումների կայացման ժամանակ հոգեբանական ինչ պատրաստվածություն պիտի ունենաս։ Մի հարց կա, որը եսով չէ, բայց ես վերաբերմունքն է։ Ինձ համար կինը եւ պետք է շարունակել։ Ամեն ինչ է։ Ամեն գեղեցկություն, հնարավորություն, աճ, ընտանիք, սերունդներ, զարգացում, ամեն ինչ, մուսա, ամեն ինչ։ Այդ միայն sense բանը, շատ դրական բաներ է նայեցիք, բա ուրիշ խարդավանքները, մուսան նաև խարդավանքների մուսա կարա լինի, զարգացումը կարա թե բացասական, թե դրական լինի, աճը պարտադիր դրական լինի, այսինքն այդ շատ ընդգրկուն ամեն ինչ է։ Ինչը կհաղթի հերոսին, թե չլինին կինն ու գինին։ Ես երազում եմ։ Շատ բարձրագույն երևի կհնչի, բայց ես երազում եմ, որ իմ երեխաները երազեն ապրել մեր երկրում ու ընդհանրապես չխոսել սահմանների, քաղաքականության, այդ ամեն ինչի մասին։ Երազում եմ խոսենք միայն, չգիտեմ, ապագայի ինչ-որ վառ երևույթների մասին։ Ես չեմ մոռանա։ Պատերազմները չեմ մոռանա։ Հատկապես այս վերջի պատերազմը երևի 44 օրյան, այդ ժամանակ երևի թե կովիդ, պատերազմ, այդ ամբողջությամբ, այդ ամբողջն իրար հետ էմոցիոնալ շատ սարսափելի ֆոն էր, ամբողջ Հայաստանում բնականաբար, բայց երևի թե դա այն ամենածանր երևույթներից մեկն էր, որը չեմ մոռանա։ Ես չեմ ների։ Կտրուկ պատասխանի դեպքում չեմ ների, երբ որ փորձում են քեզ խաբել, չեմ ների, երբ որ փորձում են քեզ ստելով օգտագործել, շահագործել, այ դա չեմ ների։ Բայց երևի թե դա ժամանակի ընթացքում ինչ-որ կերպ էլի կհարթվի, կանցնի, կախված մարդկանցից, մարդուց, տեսակից, չգիտեմ, վարքագծերից, մարդկանց դիմացինի, որտեվ չեմ կարծում աշխարհում կա ինչ-որ մի երևույթ, որն ընդհանրապես որևէ դարման կամ լուծում չունի։ Այդ թվում նաև մարդկային հարաբերություններում։ Աստիճանաբար ավելի ենք զգում եք, չէ՞, մաշկին ենք մոտենում։ Հա, ես հասկացա դա։ Ես արտասվել եմ 44 օրյա ժամանակ համարյա ամեն օր։ Ու չեմ հիշում հեռուստաալիքներից որ մեկն էր, ես սովորաբար հեռուստացույց չեմ նայում, առաջինը ժամանակ չունեմ, երկրորդը հետաքրքիր չի։ Բայց այդ ժամանակ, երբ որ դու կովիդ մի կողմից ու դու ինքդ հիվանդ ես ու դու դուրս չես գալիս, ոչ չես զբաղվում, անելու ոչ մի բան չկա, դու նայում ես հեռուստացույց ու
Չեմ հիշում, որ հեռուստաալիքներ պարբերաբար ցույց էր տալիս մեր զոհերի նկարները, որ մենք միշտ հիշելու ենք, չեն մոռացվի եւ այլն, ինչ-որ երաժշտություն, ֆոնային սարսափելի էր։ Ու ես առաջինը չէի ուզում դա նայեմ, բայց նաեւ ուզում էի նայեմ։ Ու ամեն նայելուց անկախ քեզանից արտասվում էի, անկախ ինձանից ես արտասվում էի։ Ու վերջի արտասվելս մյուզիկլ էի գնացել Վիկտոր Հյուգոյի Թշվառները։ Երևի այդտեղ է եղել։ Հա։ Մի 2 ամիս առաջ շատ չէ։ Ես պատկերացնում եմ։ Ես կարոտում եմ։ Ես կարոտում եմ մանկությունս։ Ես շատ լավ մանկություն եմ ունեցել ու երևի թե չկա օր, որ չհիշենք ինչ-որ մի դրվագ մեր մանկությունից, ու չհիշենք կարոտով։ Ես կարոտում եմ մանկությունս։ Կյանքը շարունակեք։ Կյանքը process է։ Կյանքը process է, որ ուղղակի պետք է կարողանանք ճիշտ ուղու վրա դնել։ Բոլորին տրված են կյանքում ինչ-որ մի պահի, բոլորն իմ կարծիքով ունեն կոնկրետ տարածաշրջանում, եթե ապրում են, բնորոշ որոշակի հնարավորություններ, որից ուղղակի պետք է փորձել օգտվել։ Իսկ կյանքը ինչ-որ տեղ էմոցիոնալ, ինչ-որ տեղ ռացիոնալ, ինչ-որ տեղ, չգիտեմ, թելադրված, պարտադրված, բայց process է։ Այդ process-ում դու ինչ տեղ կգրավես, կախված է ամբողջությամբ քեզանից։ Ինչ դիրք կունենաս, ամբողջությամբ կախված է քեզանից։ Հետաբար պետք է կարողանաս առաջինը հասկանալ ով ես դու եւ որն է քո նպատակը այդ process-ի մեջ, ինչ կետում ես process-ում դու ցանկանում լինել, որպեսզի դու քո նպատակները ճիշտ կարողանաս ձևավորել ու այդ նպատակներին հասնել։ Ինձ անհրաժեշտ է եւ դատարկ տարածություն կա թվերի։ Թվերի 40-ից, 6-ից, 10-ից գումար։ Դուք պետք է ավելացնեք։ Ես երբեք չեմ մտածել այս պահին ինչքան գումար է անհրաժեշտ, որպեսզի ինչ-որ մի բան անեմ, որովհետև ապրել եմ այդ օրով։ Ու եթե խոսեմ բանկից, բնականաբար բանկի գումարը դա իմ գումարը չի։ Եթե խոսեմ ինձանից, չեմ դժգոհում։ Հետաբար եթե ես ասեմ ինձ պետք է այսքան միլիոն դրամ, ճիշտ չեմ հասկացվի։ Չեմ կարող ասեմ ինչքան միլիոն, բայց ինձ պետք է շատ ժամանակ։ Ես 20 տարի հետո թոշակառու, բայց գործով զբաղվող։ Որովհետև չեմ կարող թոշակի հույսով, թոշակ ստանալով նստեմ ուղակի սպասեմ։ Այդ տեսակ, որ այն գումարը ասեիք, հիմա վիճակը ուրիշ կլինի։ Այդ դեպքում հետ գամ այն հարցի պատասխանին, ինձ անհրաժեշտ է այն ժամանակահատվածում, երբ որ ես ի վիճակի չեմ լինելու աշխատել, աշխատած լինեմ, վաստակած լինեմ այնքան գումար, որ կարողանամ մինչև կյանքիս վերջ ապրել արժանապատիվ իմ պատկերացրած կյանքով, ասենց ասեմ։ Հրաշալի։ Այդ գումարը ինչքան կլինի, չեմ կարող ասեմ։ Կարող եմ մի քիչ շատ տեխնոկրատ հնչի, եթե ասեմ կախված է գնաճից, կախված է սրանից, նրանից, չեմ կարող ասեմ ինչքան կլինի։ Բայց այնքան պիտի լինի, որ ես կարողանամ այդ թոշակառու ժամանակ ապրել արժանապատիվ կյանքով, ճամփորդել, որը սիրում եմ, ու այդպես։ Իսկ 20 տարի հետո ես եթե անգամ թոշակի անցնեմ, կապ չունի, ես ձկնորսությամբ չեմ զբաղվելու, անկախ ամեն ինչից, հետաբար ես պետք է մի բան անեմ, մի գործով զբաղվեմ, ու ես կգտնեմ ինձ ինչով զբաղվեմ։ Գուցե շարունակեմ զբաղվել այն գործով, որով զբաղվում եմ, գուցե ունենամ իմ սեփական նմանատիպ գործը, չգիտեմ, այդ արդեն ապագան ցույց կտա։ Ես կուզեի ապրել։ Ես կուզեի ապրել 100 տարի, որ տեսնեմ իմ երեխեքին ոնց են իրանք իրենց թոռներին մեծացնում ու իրանք են ուզում ապրեն 100 տարի։ Տեսնեմ, վերջապես տեսնեմ ինչ երկիր ենք դառնում։ Մի քանի տարի հետո, մի 50 քանի տարի հետո։ Հա։ Շատ բան չեք ուզում։ Շատ բան չեմ ուզում, ժամանակ։ Շնորհակալություն եսերի շարքը լրացնելու համար եւ մեր ընծաները, մեր գործընկերների կողմից առաջինը Կարազգինիների գործարանի այս հրաշալի շիշը
Կարաս ռեզերվ ես, հայկական ամենալավ գիններից մեկն է։ Ես չէի կասկածում, որ դուք գիտակ եք։ Շնորհակալ եմ։ Եվ ինձ թվում է սա բացառիկ անակնկալ է, քանզի մեր գլխավոր հովանավոր Կոնվերս բանկի օգնությամբ արտիստ Տիգրան Համալբաշյանը, հաշվի առնելով մեր հյուրերի նախասիրությունները, բնավորությունը, տեսակը, հատուկ նկար է պատրաստել, սա դուք եք։ Եվ այն միակն է, եւ սա կոնկրետ արված է ձեզ համար։ Շատ շնորհակալ եմ։ Ինձ թվում է դեռ երկար նայելու, մանրամասներ գտնելու, գուցե մեքենաների մեջ նստած ծանոթներ տեսնելու առիթներ կլինեն։ Այո։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հրավերի համար ու կարծում եմ ես ինքս ինձ բացահայտեցի շատ հարցերով։ Ոչ միայն դուք։ Կոնվերս բանկն առաջարկում է պրեմիում դասի քարտեր, հաշվարկային եւ կուտակային հաշիվներ, պաուստներից օգտվելու զեղչեր, ճամփորդական ապահովագրություն, միջազգային օդանավականների fast track, launch key-ից օգտվելու հնարավորություն։